Իմ շատ սիրելի բաժանորդներին, ասում եմ բարի լույս, նորից գտնվում եք Անահիտի խոհանոցում և եթե խոհանոցում ենք, մի համով բան հաստատ պատրաստում ենք, մինչ բուն գործողությանը անցնելը, սիրելի հետևորդներս, չենք մոռանում բաժանորդագրվել էջին և սեղմել զանգակը կոճակը, որպեսզի տեղեկացված լինենք մեր օրվա անցուդարձից։ Սիրելիներս, այսօր ձեր հետ միասին ուզում եմ փորձարկում անեմ, քանի որ այրոգրիլը ունեմ, պատրաստում եմ, գոհանում եմ, ձեր խորհուրդներից եմ օգտվում, շնորհակալ եմ շատ ու հիմա ուզում եմ, որ բանջարեղեն խորովեմ, քանի որ Անահիտ Ալեքսեջում շատ էիք գրում, որ բանջարեղենն էլ ինքը լավ պատրաստում, եթե անկեղծ ես չեմ փորձել, դե եթե չեմ փորձել, եկեք միասին փորձենք, պատրաստենք ու մեկս մյուսով մեր կարծիքը արտահայտենք։ Լավ է, վատ է, թե շատ լավ է, քանի որ փորձած չեմ, ուզում եմ քիչ բանջարեղեն փորձարկեմ, որ հասկանամ իրոք կստացվի թե ոչ, ինչ եմ անում, խվանամ բանջարեղենները, սիրելի հետևորդներս, այդ չգիտեմ չորացնեմ, թե սենց թողեմ, կխնդրեի գրառումների բաժնում գրեք, որ հասկանամ ինչ անեմ, ամեն դեպքում ես իրան չորացնում եմ, սիրելիներս, քանի որ ուզում եմ, որ հնարավորինս ճիշտ պատրաստած լինեմ, չգիտեմ։ Ես այդ սմբուկը գնել էի, որ մյուս տապակի մեջ պատրաստեի, խորովեի, գազօջախի վրա դնեի, սիրելի հետևորդներս, այս տապակի մասին է խոսքը, գիտեք, պատրաստել եմ, ինքը շատ լավն է, շատ լավ խորովում է, կարմիր ճռճռան հավեսով խորովում է։ Հիմա եկեք, այս մի քանիսը թողեմ, թե լավը կլինի, կշարունակեմ, թե չէ գազօջախի վրա խորովելը կա ու կա։ Ասեք, որ այդպես է, կարող եմ իր երկու լոլիկ էլ հանեմ, երկուսը չգիտեմ, բեր երկու հատ է, լոլիկ վերցնեմ, այնքան գնահա ալեք, այս ցանցը հանեմ, սա էլ դնեմ, պոչիկով դեպի ներքև, մտածում եմ, այս ձևով ճիշտ կլինի, որ հյութը շատ չգնա։ Հիմա բանջարեղենը դասավորեմ, ուրեմն 3 տոնեմ, այս մի պղպեղը, էլի պոչիկով սենց դնենք, այս էլ մյուսը, այս ձևով 3 սմբուկ, 2 պղպեղ և 2 լոլիկ, դրանք բանջարեղենի կա, ստեղ ինչ-որ մի բան, ձուկնա, ֆրինա, խմորեղեննա,
Հացնապիցանա, այս մյուս կողմում, այստեղ ինչ ունենք, այստեղ էլ նույն բաներն ունենք, եկեք դնեմ 25 րոպե, 200 աստիճանի տակ, ու հլը տեսնեմ, ինչ է էլի ասում, լավ է ստացվում, թե ոչ, հուսանք լավ արները, չէ Ալեքսը։ Նոր եկա դասից, շատ խելոք էի մնացել, ինձ ասին ապես որ խելոք ես մնացել, ու չուզմեց որ աղջիկ չէ հուսվեի, ես ու միսան վազեցինք ու վերջ։ Այստեղ արդեն ինձ հուշում է, որ մնացել է 5 րոպե, ես տվել էի 25 րոպե տևողության վրա, եկեք հանենք ու մի հատ նայենք, սիրելի հետևորդներս, պապարակախ վերցնեմ, մի հատ էլ ապսե ու տեսնենք, սա շրջենք, սա նույնպես, լոլիկը կհանեմ, քանի որ լոլիկը դե փափուկ է, հիմա սա էլ կշրջեմ, սա էլ, թողնենք այս մյուս երեսի վրա էլ, ինքը եփվի, ու տեսնենք ինչպես է ստացվում, նշեմ, որ ժամկետը դրել եմ 25 րոպեի վրա, սիրելի հետևորդներս, սպասենք մյուս կողմն էլ խորովի, հետո տեսնենք արժեր, թե ոչ։ Ահա, սիրելի հետևորդներս, 25 րոպեից հետո տեսանք, որ շրջել եմ և ավելացրել ևս 15 րոպե, տապակված բանջարեղենը ունի այս տեսքը, առաջին հայացքից ինքը լավ, փափուկ, չգիտեմ, խորովել է, տեսնենք ոնց կլինի, այս էլ պղպեղները, ահա, դնեմ տոպրակ, կապեմ բերանը, որպեսզի հեշտ մաքրվի, գիտեք, ինձ թվում է շատերդ եք այդ լայֆխակից օգտվում, մաքրեմ, վերջնական տեսքը ցույց կտամ ձեզ, սիրելիներս, լոլիկներն արդեն մաքրել եմ, դրել մատուցման ափսե, սպասեմ սրանք էլ մաքրեմ ու վերջնական տեսքով կկիսվեմ։ Ահա և վերջ, սիրելի հետևորդներս, տեսնում եք, ստացվեց բավականին լավ, բավականին ընտիր, ճիշտ է, կրակի խորովածի նման, տեսքը լավ կարմիր չեղավ, բայց ինքը տեղը-տեղին եփվել է, այնուհետև հեշտ մաքրել եմ, խնդրեմ տեսեք, ցույց է տալիս, որ լավ եփվել, խորովել է, այնպես որ փորձեք գրառումների բաժնում, կխնդրեմ գրեք ձեր փորձով, կիսվեք ձեր փորձով, ամեն դեպքում տանը ոչ ծուխ կար, ոչ մի հոտ, տնային տնտեսուհու համար շատ հարմար է աերոգրիլը։ Դե ինձ սիրելիներս, այսքանով ձեզ ասում եմ ստեսություն, կհանդիպենք հաջորդ հետաքրքիր բաղադրատոմսով։